Любой тазաբան դրա մեջ է պատտարացել, որ ստրեսը անել ճտիկները։ Դրանից ուղարկենք, եկեք։ Ու նամակը մոտավորապես սկսվի սենց հանգստացումներ հետ, որտեղ խոսալ են կանության մասին։ Այս մեկ էլ այս կարմիրներից էլի։ Այո, չեն մի հարում, ապեր։ Ուզում ես Դա շաքարի սատանաս, Բարև ձեզ։ Կներեք մի հատ հարց տամ, էլի։ Կուզենայիք այս ընտրություններին բոլորին դեմ եմ տարբերակ լիներ։ Ընտրություններին գնաք։ Բոլորին դեմ։ Հա, ես անդամ եմ բոլորին դեմ եմ։ Բարև ձեզ։ Կներեք այլ է, ձեզ մի հատ հարց տամ։ Այս ընտրություններին որոնք բոլորին դեմ եմ տարբերակ լիներ կընտրեիք։ Բոլորին դեմ եմ տարբերակ։ Մենք քաղաքացի չենք։ Քաղաքացի չեք։ Հա, բա որտեղից եք։ Բարև ձեզ։ Կներեք կարամ ձեզ մի րոպեով խանգարեմ, մենակ մի հատ հարց եմ տալիս։ Որ ընտրություններին բոլորին դեմ եմ տարբերակ լիներ կընտրեիք։ Մենք ընտրություններին չենք մասնակցում։ Չի։ Մեր 10 թվականից չի։ Որ այս ընտրությունները լիներ բոլորին դեմ եմ տարբերակ, կուզենայիք տես տարբերակ լիներ։ Հա։ Ուզում եի հարցնեի դուք ոնց կվերաբերվեիք, եթե այս ընտրություններին լիներ բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, բոլորին դեմ քվեարկելու տարբերակ։ Կուզեիք լիներ այդպիսի հնարավորություն։ Ամեն դեպքում, եթե ընտրությունը նրա համար է, որ գոնե ինչ որ մեկի ձայն տա։ Բարև ձեզ։ Կարող ենք մի հարց տալ ձեզ քաղաքականության վերաբերյալ։ Չէ։ Կարող եմ մի հարց տալ։ Եթե ընտրությունների ժամանակ բոլորին դեմ եմ քվեաթերթիկ լինի, կընտրեք այդ քվեաթերթիկի օգտին։ Մի բան արա, ցավելին եմ։ Մենք մի բլոգ ունենք, այդտեղ մի հատ հարց տամ, էլի։ Օրինակ դուք կուզենայիք, որ ընտրություններին բոլորին դեմ եմ տարբերակ լիներ։ Ամեն դեպքում մի հատ չէ, Պետք է լինի բոլորին դեմ եմ տարբերակ ըստ ձեզ։ եթե այդ տարբերակը լինի, չեմ կարծում, թե դա նորմալ է։ Ամեն դեպքում մեկը պետք է լինի, մի հատ ինչ-որ ընտրության դառնում։ Այսինքն չէիք ուզի, որ բոլորին դեմ եմը լինի։ Չէ, հիմա մի պահ պատկերացրեք, բոլորին դեմ են, բնակչության 80%-ը ասում է դեմ են բոլորին, ոչ մեկ այդ 50+1%-ը չի։ Հա։ Թազա ընտրություններ։ Նորից Թազա ընտրություններ։ թազա ընտրություն։ Հա։ Իսկ եթե այդ նոր ընտրություններն են նորից Էլի թազա ընտրություններ։ Գիտեք, միտքը այն է, որ նայեք, որ օրինակ եթե բոլորին դեմ եմը հաղթի ու թազա ընտրությունները լինի, այս քաղաքական գործիչները ու ուժերը սկսելու են իրենց ուրիշ ձև պահել, որտեղ մտածելու են, որ մարդիկ իրենց չեն հավատում, չեն հասկանում։ ես կարծում եմ, որ ժողովրդի իմաստուն է եւ ինքը ճիշտ որոշում կկայացնի, հենվելով նախկինում իր թույլ տված սխալների վրա։ Ոսի եթե քաղաքական ուժերը ելնեին խանութներ, շորի խանութներ, օրինակ ինչ կլիներ ԿՊ-ն։ Էլսի վայկիկի ապե։ Էժան եւ թուրքական։ Էժան եւ թուրքական։ Դեքնելը գնաք մի բան առնես, դուք որպես բան, դայնի վայր։ Դեպուտատ ես ուզում առնես։ Հա, ելեք մի դեպուտատ ա։ Բարև ձեզ, դուք կուզենաք բոլորին դեմ եմ քվեաթերթիկ լինի ընտրություններին։ Կներեք, լավ, չենք նկարի։ Բարև ձեզ։ Կներեք, կարամ մի հատ հարց տամ, դուք տենց շատ չէ։ Ես հայերեն քիչ գիտեմ։ Հայերեն անգլերեն գիտեք։ Իրան։ Իրան գիտեք, անգլերեն չգիտեք։ Չէ։ Okay, so. Ձեզ բարի ժամանակ։ Ապա ասեմ իմ մոտ ամենամեծ խնդրումը որն է, որ դիմացինը կամերայից քաշվում էր, ես սկսում էի ավտոմատ իր հետ քաշվել։ Ահա որ լարվում է ես դրանից։ Կամերան հիմնական խնդիրն է, մարդիկ հենց ջոգում են նկարվում է։ Ապա արի մտեսի ֆիքս եմ, էլի։ Հաստորեն մենք հիմի այս հասցեներից դուրս ենք բերում Կոմիտասի մոտակայքին, հա։ Ասենք 200 հատ խոսքի։ Վիզ դնենք 200 հատ նամակ, մենք մեր ուժերով կանենք։ Հատ նամակ։ Էսի ֆիքսեցինք, էսի կանենք։ Հիմի մեզ երկու հարց է մնում։ Նամակը որ նամակն ենք անում, այդ նամակի հետ ինչա է թե։ Հիմա սառած աչքով ես ամեն ինչին նայելով, ես կարծում եմ, որ ծրագրային դրույթները առասարակ պետք է հանձնել նամակից։ Ավելացնել ավելի նորմալ մարդկային լեզվով Իսկ այն ինչը մս ցավ։ Եթե ասենք, որ
ու ձեր համար ուզում ենք գործիք ստեղծենք, որ անպատասխանատու քաղաքական գործիչներին կարանակ կարգի իրավիճակ մի ինչ-որ այտենց է միտք, մի քիչ բան միտք էլի, այն մարդկանց մոտ լծված են էլի այս քաղաքական գործիչների։ Կոնսուլտանտների տված նամակները ախպեր քաղաքական չեն։ Ոնց որ ինքը տնտեսական պրոդուկտ ծախելու կամ բան ինչ-որ կարող սոցիալական արշավի համար հարմար է, քաղաքական ասելիքի համար ինքը հարմար նամակ չի ըստիս։ Կարանք նայենք տեքստերը, եթե ուզում եք։ Ես նայել եմ, ես համաձայն եմ այդ հարցով, բայց կարանք մեկ նայենք, եկեք մեկ նայենք ամեն դեպքում։ Այն իրենց գաղափարներից ինչ-որ բաները արժի, խոսքի ինչն էր այդ փոշեկուր տիպը բան։ Այդ տեսել ես։ Հա, սաղ տեսել եմ։ Okay, նամակը սենց է։ Երբևէ մտածել ես, ինչ կարելի է հասցնել 100 օրում։ Սենց է, չես սկսում։ Հա։ Երբևէ մտածել ես, ինչ կարելի է անել 100 օրում։ Նոր լեզու սովորել ու դրանով հանգիստ ճամփորդել։ Կապիտալ վերանորոգել բնականը, պատրաստվել առաջին կիսամարաթոնին, բիզնես գաղափարը 0-ից հասցնել մինչև առաջին հաճախորդը, կամ պարզապես ձևավորել նոր սովորություն, որը կփոխի կյանքը։ 100 օրը միգուցե բավարար չէ լիարժեք կարիերա ստեղծելու կամ քաղաքականության մեջ արմատներ գցելու համար, բայց լրիվ հերիք է համակարգը փոխելու համար, քանի որ բարդ խնդիրները երբեմն շատ պարզ լուծումներ ունեն։ Մենք չենք պատրաստվում տարիներով մնալ իշխանության ղեկին, մենք գալիս ենք ընդամենը 100 օրով, որպեսզի չեղարկենք կանոն մեծամասնությունը, որ քո ձայնը ավտոմատ չփոխանցվի հաղթողին, ճակերտներում, իջեցնենք ընտրական շնորհը 1%, որ խորհրդարանը արտահայտի ձայների իրական պատկերը, ավելացնել բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որ քո դիրքորոշումը եղանակ ստեղծի։ Այս կետերն իրագործելուց հետո մեր կուսակցությունը կինքնալուծարվի։ Արդյունքում կմաքրենք դաշտը, որ հաջորդ ընտրություններին իսկապես ունենաս ընտրելու հնարավորություն։ Իրական փոփոխության համար տասնամյակներ պետք չեն։ Երբեմն բավարար է 100 օրվա ազնիվ աշխատանքը։ Բոլորին դեմ եմ կուսակցություն, գալիս ենք, որ գնանք։ Ես թվում է, այսին ոնց որ ոչ մի բան չասող նամակ է։ Ասենք вообще ոչ մի բան չի ասում այս նամակը։ Իմ տպավորությունը ասեմ, այդ մուտքը բան արեց, քեչ արեց, իրանց բանապաշարով։ Ինչ կար այդ 100 օրում անել։ Հա, էդի քեչ արեց, բայց հետո ասենք շատ հանկարծակի խոսեց քաղաքականությունից, շատ հանկարծակի էր էլի, ու տենց այդտեղ տրիգեր եղա, մի տեսակ եղա։ Այս երկրորդ բանը ինչ են ասում, տիպը տենց աշխատանքի ընդունման դիմում է ինքը, ում ՀՀ քաղաքացուն, ումից բոլորին դեմ եմ կուսակցությունից, հայցվող հաստիքը համակարգային վերանորոգող։ Հարգելի գործատու, քաղաքացին է գործատուն է, էլի։ Դիմում ենք ձեզ 100 օրով ազգային ժողով աշխատանքի ընդունվելու խնդրանքով, արհեշ չի կարծացել։ Առաջարկելով քաղաքական դաշտի կապիտալ վերանորոգում։ Առաջարկվող աշխատանքներ։ Կան մեծամասնության ապամոնտաժում, հեռացնում ենք մեխանիզմը, որ ձեր ձայնը փոխանցում է հաղթող ուժին, էլի այդ նույն բաները։ Մեզ պետք չեն մշտական պաշտոններ, աշխատանքն ավարտելուն պես 101-րդ օրը մենք լուծարում ենք կուսակցությունը, վայր ենք դնում մանդատները եւ հեռանում ենք ազգային ժողովից, մեր թիմը պատրաստ է ստանձնել քաղաքական դաշտը մաքրելու կեղտոտ աշխատանքը։ Մանրամասների համար այցելեք բոլորին դեմ կետեն։ Սիրելի Սինչան, մինչ այս պահում ենք անձամբ իրար ճանաչելու առիթ չենք ունեցել, բայց ես գրում եմ ձեզ մի խնդրով, որը վերաբերում է բոլորիս։ Հասկանում եմ, հիմա գործում է մի համակարգ Հայաստանում։ Հայաստանում հիմա գործում է մի համակարգ, որը բոլոր իշխանություններին վերածում է ագահ ու կույր թագավորների ու բոլոր ընդդիմություններին անհատամ զավարացումների։ Իսկ մենք քաղաքացիներս կորցնում ենք մեր կյանքի տարիները այս ամենի դեմ կամ պայքարելով կամ հարմարվելով։ Նույնիսկ երբ գնում ու ընտրում ենք նրանցից չարես փոքրագույնին, միևնույն է գող չենք մեր ընտրությունից, որովհետև խորքում մենք դեմ ենք բոլորին, բայց ընտրություններում չկա բոլորին դեմ եմ տարբերակ։ Այս մտքերը ինձ ու հարյուրավոր այլ ազնիվ քաղաքացիների հանգեցրեցին մի մտքի, որ մենք պետք է ստեղծենք բոլորին դեմ ինքնալուծարվող կուսակցությունը։ Առաջիկա 6 ամիսներին մենք աշխատելու ենք, կոչ ենք անելու
բոլոր նույն այս 6-ը պետքա փոխենք, արդեն կարաս փոխես։ Արդեն 2 ամիս է։ Բոլոր մարդկանց գալու քվեարկել բոլորին դեմ եմ, հաջողելու դեպքում իրականացնենք 3 կարևոր օրենսդրական փոփոխություն, լուծարելու ենք կուսակցությունը, նշանակենք նոր ընտրություններ, որոնցում ընտրական շեմը կլինի 1%, չի լինի բոնուսային համակարգ, կլինի բոլորին դեմ եմ քվեաթերթիկ ու չի կիրառվի վարչական ռեսուրս։ Այս առաջարկով մենք դեմ ենք դուրս եկել ողջ համակարգին ու ողջ համակարգը գործելու է մեր դեմ։ Դրա համար մենք չունենք որևէ այլ տարբերակ, քան դիմել մեզ նման քաղաքացիներին։ Եվ ահա ես գրում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է մեծ թվով քաղաքացիներից 6 ամիս շարունակ խնդրել ամսական 3000 դրամ աջակցություն։ Սա գուցե մեծ գումար չէ, բայց եթե մեզ այդ կերպ աջակցեն 1000 քաղաքացի, մեր ընթացիկ ֆինանսավորման հարցը վերջնականապես կլուծվի։ Շուտով սկսելու են էձևի բուկլետներ, նամակներ ստանալ։ Բայց ոչ անուն ազգան։ Ոչ անուն ազգանն, լավ, էդի հլը բանը։ Ու ոչ մեկ չի ուզել իրանից փող։ Բայց մի քիչ բայց դա ասում գիտես նամակի համար։ Ախպեր էմոցիա չկա, ստե ինձ չի ստիպելու, էսի ինչ-որ մի բան անեմ։ Ես զգամ որ խոսքի նամակի մեջ կոնկրետ գործողության դրդում պետք է լինի։ Կոնկրետ գործողության քայլ ու սխեմա պետք է լինի։ Դե ժողովուրդը ասում է, ախպեր, ափաշկերը մի ասեք մեզ փող տվեք, օրինակ։ Ճիշտ ասած ես էլ եմ ուզում այդ Okay, փողը առարկությունը Չէ, ես համաձայն չեմ։ Չէ, ես չեմ ասում։ Գիտես խի, դաժե քարոզչական տեսանկյունից փող ուզելը։ Էդի բանա ջարդում, էսի այսքան փող ունի, էսի այսքան չունի։ Հա, էսի այսքան չունի։ Արա այս մարդիկ անկեղծ ասում են տվեք մեզ փող։ Ապա եկեք եմ սառնանի ճուճուտիկներից օրարկենք։ Ես ո՞րն է։ Արա եմ որ լյուբոյ թազաբան դրա մեջ է պատտարացեմ որ սենց Հա, ստրեսը ստրեսը անել ճուճուտիկները։ դրանից օրարկենք, ապա եկեք։ Հա, Հա, որտեղ ու նամակը մոտավորապես սկսվի սենց հանգստացրու ներվետ, որտեղ խոսալ են կանության մասին։ Այդի շատ Կամ դրանով ավարտվի, ասի, ու եթե քեզ ներվայնացրեց այս նամակը մենք քեզ ու բա որպես բարեկամ վնասի փոխհատուցում քեզ ուղարկել ենք բա ներվերը հանգստացնելու համար միջոց։ Շատ լավն է։ Արա եթե կարողանանք խոսքի դիզայն անել տանք, այսինքն այդ կտրենք, բայց գոնե ինչ-որ կարմիր sense border-ը լինի վրան, այսինքն դու նամակի տեքստը sense դնես փոխի, սա։ Ու նամակի տեքստը վերջում, եթե ներվայնացել եք կներեք, հանգստացեք։